Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք հրաշալի նախաձեռնության մասին։ 2019 թվականից անցկացվող դասարան գումարած դասական թատերական կրթական ծրագիրը միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովելու մշակութային փորձառության, գիտելիքի եւ հմտությունների զարգացման շարունակականությունը։ Այս հրաշալի նախաձեռնության մասին խոսելու եմ իմ հյուրերի հետ։ Տաղավարում են Գևորգ Դավթյանը, մյուզիկլ խմբի ղեկավարը, Մանե Գևորգյանը եւ Աննա Ասատրյանը։ Բարի լույս։ Բարի լույս, Սոնա ջան, բարի լույս։ Շատ գեղեցիկ, շատ ժպիտներով, շատ բարձր տրամադրություն հաղորդող էներգիայով եկել եք։ Շատ ուրախ եմ ձեզ դիմավորել մեզ մոտ։ Շնորհակալ ենք, ձեզ մոտ շատ տաքա, շատ հաճելի, ինչպես միշտ։ Շնորհակալ եմ շատ։ Կպատմեք մի փոքր նախաձեռնության մասին ավելի մանրամասն։ Սոնա ջան, ասեմ, որ նախաձեռնությունը, ինչպես դուք ասացիք, հրաշալի է, եթե դուք մտնեք այդ հրաշքի մեջ կհասկանայիք, որ դա նաև աննախադեպ ծրագիր է մշակված է Վարդան Մկրտչյանի Մայր թատրոնի տնօրենի կողմից եւ որը հովանավորում է բարձր հովանավորությամբ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։ Եվ տալիս է հրաշալի առիթ եւ հնարավորությունների մեծ փունջ մեր երիտասարդների համար։ Այո, դա կարծում եմ իրենք կփաստեն, այնպես որ թող ասեն մեկ-մեկ։ Դե պատմեք։ Նախաձեռնության մասին երբ եք տեղեկացել, որքան ժամանակ է այս ամբողջ հրաշքի մասն է կազմում եւ մյուզիկլը ինչ է ձեզ համար։ Ինչքան հավեսով եք մյուզիկլին պատրաստվում։ Ես անցած տարի եմ իմացել ծրագրի մասին, ինձ հրավիրել էր իմ ընկերներից մեկը, շատ հավանեցի, որոշեցի այս տարի դիմել ու ստացվեց։ Շատ ուրախացա, որ անցա մյուզիկլ, որովհետեւ ընկեր Գևորգը շատ հրաշք դրական մարդ է ու մյուզիկլը շատ պոզիտիվ էներգիաներ է փոխանցում։ Ընկեր Գևորգին հաջողվեց մեզ մեր մյուզիկլ ընկերության սիրո մասին էր ու մենք ընկերացանք, ընկեր Գևորգին էլ հաջողվեց մեզ սիրել սովորեցնել։ Այո։ Հրաշք մարդ, հրաշք դասախոս, հրաշք դերասան, որովհետև երբ բերում է Գևորգը, ես շնորհակալ եմ Սոնա ջան, ժպիտով նայում եմ բոլոր ներկայացումները։ Ոչ միայն իմ, այլ առհասարակ այս ծրագրի նպատակն է, այ սիրել սովորեցնել, ընկերություն սովորեցնել, հավատացեք, որ այդ 70-80 երիտասարդները, պատանիները շատ լավ ընկերներ են դարձել, թեկուզ եւ բոլորը տարբեր խմբերի մասնակիցներ էին, բայց մանեն կարծում եմ հիմա կփաստի, որ մյուսների հետ էլ ընկերություն են անում, շփվել են, ասա։ Այո, մենք բոլորով ամեն օր երևի հավաքվում ենք ու տուն չէին կարողանում գնալ։ Ծեծելով էինք թատրոնից տուն տանում, մենեջերը ծրագրի։ Եկել տնավորվել են։ Ահա որ ձևի ու այդ ամեն ինչը կար թատրոնում ու թույլ էին տալիս երեխաներին մնալ դասերից հետո շփվել, ապրել, մենեջերը զանգում ինձ ասում է, «Ես քո խմբի երեխեք չեն ուզում տուն գնան, ժամը 9-ն է»։ Արդեն ասում եմ, ման է, այնց տակ հնարավորություն եք տվել երեխեքին, որ մյուզիկլ, դրամատիկ բաժին, հա, ինչ որ բան ենք ստեղծում վերջնական երեկոյի համար, հա, փոքրիկ ներկայացումներ, բայց ամենակարևորը այդ տակ մթնոլորտն է, ջերմությունը, շփումը, սերը։ Ես վստահ եմ այս օրերը ամբողջ կյանքի ընթացքում հիշելու եք, բայց հետաքրքիր է մյուզիկլի փորձերից մի փոքր էլ պատմեք, ինչպես է ձեզ տրվում այս բարդ, պատասխանատու եւ շատ հաճելի աշխատանքը։ Իրականում ամեն ինչ շատ դժվար էր սկզբից, բայց երևի հետո ընկեր Գևորգի եւ ընկեր Արինայի շնորհիվ մենք կարողացանք դա հաղթահարել եւ արդեն փորձերը թե կարճ էր թվում, թե ավելի հեշտ ու ավելի շատ ենք մենք ընկերներով ժամանակ անցկացնում իրար հետ։ Իհարկե դժվար է մյուզիկլում, չափազանց դժվար է լինել մյուզիկլի արտիստ Սոնա ջան, հենց սկզբից որ հավաքվեցինք արդեն ձայնավարժություն պիտի անենք, մի կես ժամ, երևի 40 րոպե հռհռացել այդ ձայնավարությունների վրա, իրար վրա, հա, որովհետև ծիծաղաշար տեսաներ էի ստեղծում, որպեսզի կարողանան ազատվել ու արդեն մտերմանալ։ Իհարկե առաջին 3-5 օրը երևի թե դժվար էր, հետո նյութը երբ որ արդեն մարսեցին, ես ասեմ, որ 6-րդ օրը արդեն նյութը համարյա թե անգիր գիտեին ու արդեն Արինան Արարատյան շնորհակալություն նաև նրան հրաշալի մարդ, հրաշալի ստեղծագործող, բալետմայստեր, նայել մեր պարերը միասին բոլորով արեցինք ու գեղեցիկ տեսարան ստացանք վերջում։
Ես վստահ եմ եւ ինձ հետաքրքիր է երբ պատրաստվում էի հարցազրույցին մի շատ հետաքրքիր տողաչքովս ընկավ ձեր խոսքերն էին, որ ով կարողանում է խոսել, կարող է նաեւ երգել։ Միանշանակ։ Սա ինչ հետաքրքիր մոտեցում է։ Ինձ երբևէ ոչ միտեղ չէր հանդիպել նման միտք։ Եթե կուզեք, դուք էլ կարող եք գալ ու հաստատ կերկեք, եթե երբևէ չեք երգել, որովհետեւ երբևէ չեմ երգել։ Ահա, հնարավոր է։ Ասում եմ, եթե ձայնը կա, ձեզ այդ շնորհը տրվել է խոսելու, նշանակում է կարելի է նաեւ երգել։ Կապ չունի այսքան թե այսքան, բայց հնարավոր է։ Այսինքն բոլոր երիտասարդները կարող են դիմել, մասնակցել, փորձել։ Իհարկե կարող են կաստինգների ժամանակ իմ պարագայում շատ կարևոր է ռիթմի զգացողություն, երգեցողությունն եմ իհարկե լսում, երգում են, չեն երգում։ Մարդիկ կան, որ չեն երգում ու բացարձակ հրաժարվում են երգել, այդ պարագայում անցնում են դրամատիկ բաժին։ Իսկ իմ բաժնում ամենակարևոր պարագաներից մեկը, որ պետք է լայն ժպտալ, սիրել կյանքը, սիրել իրար, այս պարագայում էլ իմ հրաշքներս, 13 հրաշքներս շատ սիրով էին եւ իմ նկատմամբ, ես իրենց նկատմամբ եւ իրենց ընկերների նկատմամբ ու մինչ այսօր կապները չեն կտրել, թատրոն են գնում, շփվում են միմյանց հետ, ես էլ փորձում եմ այսպես ձեր շնորհիվ, մեդիայի շնորհիվ նրանց լույս աշխարհ բերել, որովհետև այս ամենի մասին հավատացեք պետք է խոսել ու ասել շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, բոլորին ովքեր որ աշխատել են այդ հոգևոր տաքուկ անկյունում։ Այո, սա մեծ հնարավորություն է իսկապես երիտասարդների համար եւ ես ուզում եմ ձեզ հարցնել մյուզիկլի փորձերը ինչպես են անցնում ձեր գնահատմամբ։ Իմ գնահատմամբ շատ լավ, ես որտեղ որ մտնում եմ, եթե ես համաձայնել եմ աշխատել, պիտի լավ անցնի, ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետև այնքան ջերմություն եմ տալիս նրանց, այնքան սեր, որ դա վերադառնալու իրավունք չունի։ Չվերադառնալու իրավունք պարզապես չունի։ Ախր մյուզիկլը ամենաբարդ ժանրերից է, բայց դուք այնքան սիրով, այնքան ջերմությամբ, նենց ժպիտով եք պատմում, որ ես ուզում եմ հենց հիմա թողնել ամեն ինչ գամ ներգրավեմ մյուզիկլում։ Ես ձեզ հավատացնում եմ, որ Մանեի մայրը չափազանց բարդ։ Չափազանց բարդ է երգել, պարել, խոսել միաժամանակ, հավատացեք շատ դժվար է, այդ ամեն ինչը իհարկե մեր սիրելի հանդիսատեսը չի տեսնում, քանի կաթիլ արցունքներ, քրտինք թափված վայելում են, ու թվում է շատ հեշտ, որ կարող ես թռնել ու չգիտեմ ինչ նոտաներ երգել, շարժվել ու դրա հետ մեկտեղ նաև երգել։ Մանեի մայրիկը մի օր եկել էր, միասին պիտի տեղ գնային, խնդրեց կարելի է փորձնեմ, ասի իհարկե կարելի է, նստեց, նայեց, վերջում ասում է մեծերի խումբ չունեք։ Այնպես որ ես նաև առիթից օգտվելով Սոնա ջան ուզում եմ բոլորի ծնողներին շնորհակալություն հայտնել, հավատացնում եմ ձեզ, որ հրաշալի պատանիներ ունենք, հրաշալի շնորհքով կրթված, այնպես որ շնորհակալություն բոլոր ծնողներին հատիկ ձեր հրաշքների համար, որ տվել եք մեզ, դարձնենք նրանց գանձեր։ Ես գում եմ էկրանից անկողմ ծնողների շնորհակալությունը նաև ձեզ սենց բարձրաձայն եմ հիմա, որովհետև իրանք հնարավորություն չունեն ասելու, բայց վստահ եմ, որ ամենամեծ աշխատանքը իհարկե դուք եք կատարում եւ այս սերը ու ջերմությունը, որ երեխաների մոտ կան, դա իսկապես ձեզնից փոխանցվում եւ ձեզ էլ վերադառնում է։ Այո։ Ես գիտեմ, որ ուզում եք դերասանուհի դառնալ, իսկ դուք երգչուհի։ Հիմա մի քիչ մասնագիտության ընտրության հարցում լավ եք մտածել, որովհետև երկուսն էլ շատ բարդ մասնագիտություններ են։ Ինչն եք հատկապես սիրում դերասանության մեջ։ Դերասանության մեջ։ Այո։ Երևի թե հենց այդ ստեղծագործելու ընթացքը, մտածելու ընթացքը ու շատ հաճելի է հենց հատկապես ներկայացման վերջում հանդիսատեսի արձագանքը, էմոցիաները, այն ապրումները շատ հետաքրքիր աշխարհ է, կոնկրետ ես թատրոնն եմ ավելի շատ սիրում, շատ հետաքրքիր աշխարհ է, չեմ կարող բառերով նկարագրել։ Այո։ Ուզում եմ ապրել այդտեղ, այդ միջավայրում եւ ստեղծագործել այդտեղ։ Ուրիշ տեղ ինչ չեմ տեսնում։ Կարող եմ տեսնել, բայց ավելի հոգեարազատ ինձ այդ աշխարհն եմ համարում։ Ինչ լավ է, չէ, որ այս տարիքից արդեն կողմնորոշվում են, իհարկե թատրոնը, կենթանի արվեստը։ Ուզում աչքերիդ փայլը միշտ ամբողջ այս բարդ, բայց շատ հետաքրքիր ուղին, որ ընտրել ես, քեզ ուղեկցի ամբողջ ընթացքում։ Օ, բա որ ելույթի ժամանակ տեսնենք։ Դուք երկարվեստի բարդ ուղին պատրաստ եք անցնել։ Այո, ես արդեն 10 տարի այս ոլորտի մեջ եմ եւ միակ ոլորտն է, որ ես ինձ լիարժեք եմ զգում։
եւ ուրիշտեղ ինձ ուղղակի չեմ պատկերացնում։ Ընտիր, ընկեր Գևորգ ջան, ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից Սափոր գինին, որպեսզի մյուզիկլի ավարտին տոնեք այս հրաշքների միասին։ Կնշենք Եվ իհարկե խոհանոցային պարագա մեր գործընկերոջ Տրամոնտինայի կողմից յուրահատկություն այն է, որ ոչ մի բակտերիա թունավոր չի վերցնում իր վրա, ինչպես ձեր ջերմությունը եւ ձեր էներգիան փոխանցում եք եւ ոչ մի տոքսիկ բաներ ձեր կողքը չեք թողնում։ Շնորհակալ եմ։ Մեր գործընկերոջ հատիկ կկտրտեմ ու կբաժանեմ։ Ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում եւ նախաձեռնության ու ծրագրին շատ երկար տարիների կյանք եմ մաղթում։ Շնորհակալ եմ Սոնա ջան, շնորհակալություն նաև հայտնենք բոլորին, ովքեր որ այս ամենը կազմակերպել են, ովքեր այս ամենը ֆինանսավորել են բարձր հովանու ներքո, այնպես որ ասենք բոլորին շնորհակալություն եւ բոլոր նրանց, ովքեր որ հաջորդ տարի կգան ու կմասնակցեն այս ծրագրին։ Ահա 14-ից 18 տարեկան բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ուղին կապել թատրոնի, դերասանության, երգարվեստի հետ, կարող են դիմել եւ այս հրաշալի նախաձեռնության, այս հրաշալի ջերմ սիրառատ ընտանիքի մաս կազմել։ Կարծում եմ այդ հրաշալի օրերը, որոնք կնվիրի նախաձեռնությունը եւ ընկեր Գևորգը ձեզ, ձեր ամբողջ կյանքի ընթացքում կուղեկցի։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ ձեզ շնորհակալ, շատ շնորհակալ եմ։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։